Մենք եկանք անձրևը կտրեցինք։ Հենց Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները ոտք են դնում Սիսիան, դադարում է հորդառատ անձրևը։ Սիրելի սիսյանցիներ, ողջունում եմ բոլորիդ, այս անձրևը տեսաք ոնց պարզաջրեց։ Պարզաջրված է ամեն ինչ, նշանակում է քարոզչական բուկլետներ, իրական Հայաստանի բրոշացած քարտեզները բաժանելու ժամանակն է։ Կատանեմ, գյուղը բաժանեմ։ Ու պետք է ստիպել մարդկանց, որ դրանք անպայման հագուստների վրա կրեն, ոչ թե ծածուկ պահեն։ Փաշինյանը հպարտանում է, համ գլխարկին կա, համ կրծքին։ Դե ես օրինակ եմ ծառամ, երկու հատ մի հատ գլխից, մի հատ կրծքից կրում եմ։ Սիսիանի հրապարակում հավաքվածներին Փաշինյանը հիշեցնում է, թոշակ են բարձրացրել, առողջության ապահովագրության համակարգներ դրել։ Ու հանկարծ զարմանում է, որ թիմակիցները կողքին չեն։ Պարոն Միրզոյան, պարոն Կոնջորյան, պարոն Ռուբին, եթե շփվում եք մարդկանց հետ, նորմալ է, մնացեք եւ շփվեք, բայց եթե այդտեղ միտեղ ծառի տակ նստած ծխում եք կամ չգիտեմ, իրար հետ եք շփվում, ավելի լավ է եկեք այստեղ կանգնենք։ Իսկ ինքը շարունակում է միայնակ շփվել քաղաքացիների հետ, համոզելու, որ միանշանակ հաղթելու են։ Մեզ հիմա ավելի բարձր տոկոս անհրաժեշտ խաղաղությանը տեր կանգնելու համար։ Խաղաղությանը տեր կանգնելու վստահությամբ Սյունիքի տեղ գյուղ հասած Փաշինյանին բնակիչները դժգոհում են, հողազրկվել են, քանի որ իրենց հողերը հիմա ադրբեջանցիների տիրապետության տակ են։ 23 թվին մեր գյուղից 100 հեկտար վարելահող ընկել է Թուրքին։ Հիմա իրանք նստած են մեջ։ Մենք այդպես սեփական հող եղել է։ Մոտորապես 50 հոգի։ 50 հող եղել է։ Մենք հողազրկվել ենք։ Պլան Ան ըստ Փաշինյանի արագ սահմանազատումն անելն է, բայց մինչ դա իրենց եկամուտը ինչպես վերականգնեն, հետաքրքրվում են տեղացիները։ Մի պայման ունենք, խանութ եք գնում, բան եք առնում, առանց ՀԴՄ-ի դուրս չեք գալիս։ Այդ պայմանը կատարեք, մնացած պայմանները, մնացած հարցերը մենք կլուծենք։ Փաշինյանը նորից հունից դուրս է գալիս, երբ սկսում է խոսել Արցախից։ Բաղարաբա, վերջում ինչ պարզվեց։ Արցախը Հայաստանն է եւ վերջ խոսքերի հեղինակը տեղ գյուղի բնակիչներին փորձում է բացատրել, թե ինչու է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, դե որովհետեւ նրա բառերով այդ հողը մերը չի եղել։ Մի հատ բացատրեք ինչով է մերը եղել։ Չեմ ուզում մահացած մարդկանց հետևից խոսամ, բայց ասենք մի քանի գեներալների տիրապետության տակ, որ ցորեն գցեն ընդեղ ասենք ենթադրենք, էդ է եղել, ինչով է մերը եղել։ Պարզվում է ինքն էլ է, Արցախը հայկական է, գաղափարի նվիրված եղել, ու այդ գաղափարի նվիրվածությամբ էլ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Փաշինյանը, որ մի քանի ժամ առաջ վստահեցնում էր, թե հաղթելու է ընտրություններում, հունից դուրս է գալիս, սկսում սպառնալ ընդդիմադիր ուժերին։ Կապ չունի, ասում են, մենք ըննելու ենք վարչապետ, մենք վարչապետ, գլուխդ պատին ես տալու, գլուխդ պատին ես տալու։ Տեղ գյուղի այս փոքրիկ տղան է Փաշինյանի ճանապարհը կտրում, հիշեցնում, որ խոստացել էր գյուղում ֆուտբոլի դաշտ բացել։ Երբ եմ ասել։ Բոլորն են ասել։ Կորնիձորում սարքել ենք, հեսա տեղում եք սարքենք։ Բայց նախընտրական թեժ փուլում ֆուտբոլի դաշտի ժամանակը չէ, այլ Հայաստանի բրոշացած քարտեզ ու սրտիկավոր թխվածքաբլիթներ բաժանելու։ Պարոն վարչապետ։ Հաջան։ Կարնե Մանգասարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Քարտեզ։ Մի հատ տանեմ իմ Նիկոլ